Բարի օր, այսօր խոսենք ճարպակալման եւ առողջ կերպով կիլոգրամներ կորցնելու մասին տաղավարում հյուրընկալել ենք գաստրոենտերոլոգ, լյարդաբան, դիետոլոգ Ինեսա Խաչատրյանին։ Ինչ է ճարպակալումը եւ ինչն է ընկած դրա հիմքում։ Ճարպակալումը միայն արտաքին տեսքը չէ։ Ճարպակալումը քրոնիկական կրկնվող հիվանդություն է, որի ժամանակ օրգանիզմում առաջանում է բազմաթիվ հիվանդություններ, խնդիրներ։ Շատերը կարծում են, որ ճարպակալումը միայն արտաքին տեսքի խնդիր է, սակայն ճարպային հյուսվածքը ակտիվ օրգան է, որ արտադրում է մի շարք հորմոնանման ակտիվ նյութեր, որի հետևանքով էլ կարող են առաջանալ նյութափոխանակության, հորմոնալ եւ օրգանհամակարգի խանգարումներ։ Ճարպակալումը պայմանավորված չէ կամքի ուժով, կարող են օրինակ սննդային փոփոխությունները, սննդային վարքի խանգարումները, քնի խանգարումը, ստրեսը, նյութափոխանակությունը, հորմոնալ որոշ փոփոխությունները կարող են առաջացնել ճարպակալում։ Նյարդային լարվածությունը, ստրեսը հանգեցնում են ճարպակալման։ Այդ դեպքում բուժման ինչ տարբերակներ են ընտրում։ Բուժումը սոված մնալը չէ, այսպես ասեմ, որովհետև եթե կա ճարպակալում, պացիենտների մոտ հաճախ այն տպավորությունն է, որ պետք է մնանք սոված, ոչինչ չուտենք, որպեսզի նիհարենք, բայց նշեմ, որ այստեղ կարևորը ոչ թե արագ նիհարելն է, արագ քաշի իջեցումն է, այլ աստիճանաբար առողջ ձևով պետք է տեղի ունենա քաշի իջեցումը, այսինքն պետք է կարգավորել ստրեսը, նյարդային համակարգը, եթե կա նյարդային որևէ լարվածություն, պետք է կարգավորել շատ կարևոր է քնի խանգարումը, քանի որ գիշերվա ընթացքում արտադրվում է սոմատոտրոպ հորմոն, որ մասնակցում է ճարպերի այրմանը։ Եթե մենք ուշ ժամին ենք քնում, այդ հորմոնի գործունեությունը, այսպես ասած, խախտվում է եւ նպաստում է ավելի ճարպերի կուտակմանը։ Եվ երկար ժամանակ արթուն մնալու դեպքում նաև քաղցի զգացողություն ենք ունենում եւ փորձում ենք լրացուցիչ սնվել։ Պետք է կարգավորել ֆիզիկական ակտիվություն, այսինքն շարժումը, այդ սպորտով զբաղվելը պետք չի շատ մարզասրահներում տանջել, մարդ իրեն պետք չի այդպես տանջի, այլ կարևորը որ սնունդը լինի բալանսավորված, այսինքն մենք պետք է եւ նախաճաշին եւ ճաշին եւ ընթրիքին ունենանք հավասարակշռված սննդակարգ եւ սպիտակուցներով հարուստ, օգտակար ճարպեր պետք է ներառվեն եւ նաեւ չենք բացառում ածխաջրատները, շատերը փորձում են բացառել ածխաջրատները, մենք պետք է ներառենք, որովհետեւ մեր էներգիայի աղբյուրն է համարվում, բայց պետք է ընտրել բաց ածխաջրատներ, այսինքն ամբողջահատիկի ալյուրից պատրաստված հաց կամ մակարոն, հնդկաձավար, այս տեսակների եւ բանջարեղեն։ Մրգերի առումով ցանկալի է որ երեկոյան ժամի ուշ ժամի չօգտագործել միրգ, օրվա երկրորդ կես մինչև բանջարեղենը ցանկացած ժամի կարող ենք օգտագործել, օգտակար է։ Եվ սպիտակուցներ, կներեք նաև ավելացնեմ եւ ընթրիքին ցանկալի է որ լինի սպիտակուց եւ բանջարեղեն։ Հացից եւ մակարոնեղենից խոսեցիք։ Միշտ ասում են, որ դրանք հենց գիրացնում են։ Հիմա սխալ է։ Իրենք պատկանում են ածխաջրատների, շարքին, այսպես ասած։ Դրա համար պետք է ընտրել ոչ թե սպիտակ բարձրակարգ ալյուրից պատրաստված հաց կամ մակարոն, այլ ամբողջահատիկի ալյուրից պատրաստված։ Այդ տարբերակը չափավոր օգտագործելու դեպքում չենք ունենա ավելորդ քաշի խնդիր։ Խորհուրդ են տալիս նաեւ մանրաթելով հարուստ սնունդ օգտագործել, ո՞րն է դա։ Բանջարեղենը, մրգերը, չիայի սերմերը, տարբեր սերմերը հարուստ են մանրաթելերով։ Այդ բջջանյութը օգտակար է եւ մարսողական համակարգի համար, հատկապես փորկապությունների դեպքում ենք շատ նշանակում, բայց պետք է նշեմ, որ շատ հեղուկ պետք է օգտագործել բջջանյութի հետ մեկտեղ, քանի որ իրենք կարող են, օրինակ չիայի սերմերը, ինչ եթե նշեցի, այդ մասով էլ ասեմ, որ իրենք ուրչելու հատկություն ունեն, այսինքն աղիներում իրենք դեռ շարունակում են ուրչել։ Եթե մենք բավարար քանակով ջուր չխմենք, մենք փորկապությունը կարգավորելու փոխարեն կունենանք հակառակ ազդեցություն, փորկապություն աղիներում կարող են խցանել եւ նաեւ շատ լավ է օգնում օրինակ հիմնական սննդից առաջ օգտագործել բջջանյութով հարուստ սնունդ, ստամոքսում, այսպես տեղ են զբաղեցնում եւ հիմնական սնունդը ավելի ոնց որ փորձում ենք քիչ ընդունել, ուտել, այդպես օգնում է, այսպես հնարք է, նաեւ ջուր են, խորհուրդ տալիս ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել, եթե իհարկե չկան հակացություններ, օրինակ ռեֆլյուքս հիվանդություն, եթե չկա հետ հոսք, ջուրը ուտելուց առաջ խորհուրդ է տրվում։
օգտագործել։ Իսկ ուտելու ընթացքում ջուր Ուտելու ընթացքում, եթե չկան հակացություններ, ինչպես նշեցի, ռեֆլյուքսի վանդությունը, այսինքն ինչ է այն նշանակում, երբ որ ստամոքսի պարունակությունը հետոսքով բարձրանում է դեպի կերակրափող եւ առաջացնում է այրոցներ, գղտոցներ, նման դեպքում, եթե ունի պացիենտը այդ խնդիրը, մենք ջուրը խորհուրդ ենք տալիս ուտելուց կես ժամ առաջ կամ ուտելուց կես ժամ հետո։ Նման խնդիր չլինելու դեպքում հանգիստ կարող են օգտագործել ուտելու ընթացքում, եթե կարիքը կա։ Օրվա ընթացքում քանի անգամ սնվելն է ճիշտ։ Ճիշտը 5 անգամ սնվելը նախաճաշ, միջուտեստ, փոքրիկ ինչ որ օրինակ ընդեղենի տեսքով, հունական յոգուրտի տեսքով, հա, որպես սպիտակուցի կամ օգտակար ճարպերի տարբերակ կարող ենք ընտրել, ճաշ, հայտնորինս կարող ենք միջուտեստ եւ ընթրիք, երբեմն կախված խնդրից, երբեմն 3 անգամն ենք միայն նշանակում առանց միջուտեստների, եթե այնտեղ կա ինսուլինառեզիստենտականություն կամ տվյալ պացիենտի առանձնահատկություններից ելնելով որոշում ենք, որ տարբերակը ընտրենք։ Այսինքն 5 անգամ ուտեն, որպեսզի շատ չուտեն։ 5 անգամ չափավոր եւ բալանսավորված։ Լավ է 5 անգամ ուտել, բայց ինչպես նշեցի, բալանսավորված լինի սնունդը, հա, ամեն անգամ ընդունած սնունդի հետ պետք է լինի սպիտակուցներ։ Դա շատ կարևոր, այսպես ասած, կանոն է, որ պետք է հետևել այդ կանոնին։ Առօրյայում այդ բալանսը պահելը հեշտ է։ Եթե դարձնում ենք սովորություն, հա, ու վատ սովորությունները փորձում ենք փոխել այդպես լավ սովորությունների, օրինակ հստակ, այդպես պետք չի, որ րոպեն անցավ, հա, ժամը 9-5, ես պետքա նախաճաշեմ, ցանկալի է, որ ինտերվալը 2-ից 3 ժամ լինի, շատ երկար սովապահությունն էլ ճիշտ չէ, քանի որ կարող է առաջանալ այլ խնդիրներ օրգանիզմում, օրինակ ինտերվալային սովապահության ժամանակ լինում է լեղապարկի խնդիր, առաջանում է լեղապարկում քարեր։ Դրա համար մենք պետք է 2-ից 3 ժամը այդ ինտերվալը անպայման պահենք։ Միջուտեստները օգնում են երբեմն, որ քաղցի զգացողությունը շատ արտահայտված չլինի։ Նշեցիք սովապահությունը եւ դա եւ դիետաները։ Ովքեր, որ տարիքից եւ ինչքան կարող են պահել։ Դիետաները, ինչպես հաղորդման սկզբում նշեցի, որ առողջ սնվելը, հա, թվում է թե սոված մնալն է դա։ Անձամբ ես խիստ դիետաներ չեմ նշանակում իմ բուժառուներին, քանի որ դա սխալ է, մենք կարող ենք այդ ավելորդ քաշը վերադարձնել, կրկնակի քաշ վերադարձնել, ժամանակավոր բնույթ է կրում, այդպես խիստ դիետաները գրամներով, կալորիաները այդպես հաշվելով կամ հստակ ժամերը պահելով, երկարաժամկետ չի լինում, 1 ամիս եւ մարդը հոգնում է, չի կարողանում շարունակել այդ դիետա ասվածը։ Եվ առողջական խնդիրներ են առաջանում, այսինքն արագ քաշ կորցնելու դեպքում շատերն են ցանկանում, որպեսզի 1 ամսում շատ արագ նիհարեն, բայց թույլատրելի է 3-ից 5 կիլոգրամը ամսվա կտրվածքով, որպեսզի առողջ ընթացք ունենա նիհարելու այդ process-ը, որովհետև մենք արագ նիհարելու դեպքում կարող ենք ունենալ լյարդում ճարպերի կուտակում։ Դա արտաքինից մենք կիլոգրամները կարող է թվալ, որ ունենք փոփոխություն եւ ուրախացնում է դա պացիենտին, բայց առողջական առումով բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Այսինքն դիետան կարող է պատճառ դառնալ լյարդային հիվանդությունների առաջացման։ Խիստ սահմանափակ դիետա ասվածը, հա, դրա համար պետք է ոչ թե այդպես այդ դիետա պահեն, սա չուտեն, ընդհանրապես, հա, քիչ ուտեն, օրինակ, ինչպես նշեցի 5 անգամ կամ 3 անգամ սնվելու փոխարեն կրճատում են կամ ճանճն են բացառում, կամ ընթրիքն են հանում, կամ չեն նախաճաշում։ Դրա համար ցանկալի է պահպանել այդ հերթականությունը եւ սպիտակուցներով հարուստ սնունդը ինչի համար է պետք, հագեցված է պահում երկար ժամանակ, այսինքն եթե մենք նախաճաշում ենք սպիտակուցներով հարուստ ճիշտ նախաճաշ ենք ունենում, օրվա ընթացքում եւ էներգիայով լի ենք լինում եւ շատ արագ քաղցի զգացողություն չենք ունենում, հատկապես քաղցրի նկատմամբ այդ ցանկությունն է կոտրում ճիշտ սպիտակուցային նախաճաշը։ Լյարդային ճարպի առաջացման էլ ինչ պատճառներ կան։ Հիմնականում որովայնային ճարպակալումն է նպաստող պայմաններից մեկը, իսկ ինչ է որովայնային ճարպակալումը, երբ որ ավելորդ ճարպը կուտակվում է որովայնում, ներքին օրգանների շուրջ, լյարդում, աղիներում, ենթաստամոքսային գեղձում։ Այդ պատճառով մենք միայն քաշը չենք վերահսկում, այդ
աշխատանքի ընթացքում, այլ որովայնային շրջագիծը, քանի որ դա է մեծ ինֆորմացիա տալիս, որովայնային շրջագիծը կանանց մոտ պետք է լինի 88 եւ տղամարդկանց մոտ 102 սանտիմետր, դրանից ավել ցուցանիշները արդեն խոսում է որովայնային ճարպակալման մասին, որը ավելի ռիսկը մեծացնում է այլ օրգան համակարգերի խնդիրների ռիսկն է մեծացնում։ Ճարպակալումը ունի ժառանգական բնույթ։ Այո, նաև ժառանգական նախատրամադրվածությունը դեր ունի ճարպակալման մեջ։ Մեր օրերում խնդիր է երեխաների ճարպակալումը։ Սա ինչու է պայմանավորված, որ fast food-ն շատ օգտագործում, թե այլ է։ Fast food-ը նպաստող գործոններից մեկն է, քանի որ պարունակում է տրանսճարպերը ամենավատ ճարպերի տեսակներից են, կեչուպ, մայոնեզ, ֆրի, հայտ կարտոֆիլը, տապակած, հիմնականում այդ մթերքներն են պարունակում եւ դա արդեն բերում է եւ խոլեստերինի, վատ խոլեստերինի քանակի բարձրացում է տեղի ունենում, լավ խոլեստերինն է նվազում եւ նյութափոխանակությունն է խանգարվում, ու երեխաների պարագայում բացի fast food օգտագործելուց նաեւ ֆիզիկական ակտիվությունն է քիչ, էկրաններն են, հա, այդ շատ հանգամանք համարվում, քանի որ էկրանների դիմաց երբ որ սնվում են երեխաները, ոնց որ ավելի շատ են այդ ժամանակ ուտում նախատեսվածից շատ, քանի որ իրենք կենտրոնացված են այդ էկրանների եւ չեն հասկանում կոպիտ ասած, որ արդեն բավական է, ինչ նախատեսված է իրենց ափսեի մեջ, այդքանը պետք է ուտեն եւ շարունակում են շատ ուտել, որովհետեւ չի հասնում այդ ազդակները ուղեղին, որ արդեն իրենք հագեցված են կոշտեն։ Դա իրեն հերթին քնի խանգարումները, երեխաները շատ հաճախ ժամանակին չեն պարկում քնելու, շատ ուշ, ինչքան որ ես ունեմ բալիկ բուժառուներ, հա, փոքրիկներ, իրենց մոտ այդ խնդիրը շատ է խանգարում, որովհետև ժամը 12-ին 1-ին են քնում, իսկ ինչպես նշեցի, այդ հորմոնալ փոփոխությունները ավելի շուտ է տեղի ունենում քնած վիճակում, այսինքն 11-ին գոնե պետք է արդեն քնած լինեն, որպեսզի այդ ճարպերի այրման process-ը ավելի ակտիվ ընթանա։ Ինչպես հասկանալ որովայնի փքվածություն է, թե ճարպ։ Որովայնային փքվածությունը կարող է մի շարք խնդիրների հետևանք լինել, դրսևորում լինել, կարող են կուտակվել աղիներում գազեր, սննդային անհանդուրժողականության ժամանակ, օրինակ գլյուտենի նկատմամբ, լակտոզի նկատմամբ, երբ որ օրգանիզմը անտանելիություն ունի, չի ընդունում այդ մթերքները, առաջանում են գազեր, փքվածություն եւ շատերը շփոթում են այդ փքվածությունը, մտածում են թե ճարպակալում է, բայց ժամանակի ընթացքում, երբ որ արդեն կարգավորվում է սննդային այդ անհանդուրժողականությունը, հանվում է ռացիոնից այն մթերքները, որ կարող են առաջացնել օրգանիզմում աղիներում գազեր, արդեն նաեւ որովայնի չափսերի փոփոխություն են նկատում եւ այդ շփոթմունքը հերքվում է։ Բայց ինչպես հասկանալ, որ սննդի նկատմամբ ունեն անհանդուրժողականություն։ Դիմելով մասնագետի, արդեն մասնագետը մանրակրկիտ անամնեզ հավաքելու միջոցով կարողանում է հասկանալ, որ այս կամ այն սննդի նկատմամբ օրգանիզմի կողմից անհանդուրժողականություն։ Համապատասխան արդեն հետազոտություններ են նշանակվում եւ խնդիրը հերքվում կամ հաստատվում է։ Հատկապես տղամարդկանց դեպքում, որովայնը որ մեծ է լինում, ասում են լուրջ վտանգներ է պարունակում իր մեջ, որոնք են այդ վտանգները եւ ինչու հենց տղամարդկանց դեպքում։ Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ որովայնային ճարպակալումը կարող է առաջացնել բազմաթիվ խնդիրներ, սակայն տղամարդկանց մոտ կարող է բերել սեռական օրգանների դիսֆունկցիայի։ Դա է վտանգներից մեկը։ Հետևաբար հենց նկատում են փքվածություն, դիմեն բժշկի, թե ինքնուրույն փքվածությունը չի բերի այդ խնդրի որովայնային ճարպակալումը, երբ որ որովայնի չափսերը մեծացել են ճարպակալման հաշվին, այլ ոչ թե փքվածությանը։ Հիմա շատերին կհետաքրքրի ինչպես արագ եւ առողջ կերպով կարելի է նիհարել։ Արագ նիհարելը դա քանի որ վնաս է օրգանիզմին, պետք է աստիճանաբար կարգավորելով ֆիզիկական ակտիվությունը, քնի խանգարումը, ստրեսը, բալանսավորված սնունդը, հա դա է կարևոր որ ներառել ռացիոնում,
այդ ամեն ինչի համակարգային պետք է մոտեցումը ցուցաբերել, այլ ոչ թե մնալ սոված ու չուտել ոչինչ, պետք է օրվա ընթացքում ունենալ պարտադիր նախաճաշ, ճաշ եւ ընթրիք, միջուտեսները ցանկալի է նայած արդեն մասնագետի կողմից ընտրված համապատասխան միջուտեսներ։ Ավելացնում ենք սպիտակուցները մեր ռացիոնում, օգտակար ճարպերից պետք չէ հրաժարվել, քանի որ դրանք շատ պետք են մեր օրգանիզմի, հատկապես հորմոնալ համակարգի համար հարկավոր է։ Օգտակար ճարպերից են ավոկադոն, ձիթապտղի յուղը, ընդեղենը, բայց պետք է հիշենք, որ ինչքան էլ օգտակար են, բայց համարվում են ճարպեր եւ պետք է չափավոր օգտագործել օրվա ընթացքում եւ ցանկալի է, որ երեկոյան ժամի այդ ճարպերը չներառենք մեր սննդակարգում նախաճաշին եւ ճաշին եւ միջուտեստին։ Իդեպ աշխատանքով պայմանավորված մարդիկ երբեմն շատ ուշ ժամի են սնվում։ Սա կողմնակի ինչ խնդիրներ կարող է առաջացնել։ Կարևորը, որ քնելուց 2-ից 3 ժամ առաջ լինի վերջին ընդունած սնունդը, ընդունված է մարդկանց մոտ, որ 6-ից հետո պետք է չուտել, չէ։ Եթե շատ ուշ ժամի են քնում, կարող են օրինակ համապատասխան ինչն է դա սպիտակուցային եւ բանջարեղենային սնունդ ընտրել, ընթրիքի համար եւ պահել այդ 2-ից 3 ժամի ինտերվալը քնելուց առաջ։ Դա եթե այդպես անեն, հետևեն այդ կանոններին, հանգիստ կարող են սնվել, չմտածելով, որ կարող են, չգիտեմ, առաջացնել լուրջ խնդիրներ, լուրջ քաշի ավելացում։ Եթե ուտում են եւ միանգամից գնում են քնելու, դա շատ սխալ մոտեցում է եւ ավելորդ քաշ հավաքելու առումով եւ ինչպես նշեցի ռեֆլյուքսի հիվանդություն, այդպիսի հիվանդություն կա, որ նման դեպքերում առավել եւս հակացուցված է, քանի որ բարկած վիճակում ստամոքսի պարունակությունը ավելի հեշտ է բարձրանում դեպի կերակրափող, քան որ մենք գոնե ուտելուց հետո ցանկալի է քայլել կամ գոնե նստած վիճակում լինենք, ուղիղ դիրքում լինենք։ Բարկած դիրքը արդեն նպաստում է այդ ռեֆլեքսի ակտիվացմանը։ Ինչ հիվանդություններ կարող է առաջացնել ճարպակալումը։ Երկրորդ տիպի շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ եւ լյարդի ճարպային հիվանդություն։ Վերը նշված հիվանդությունների դեպքում պետք է դիմել անպայման մասնագետի, քանի որ ճարպակալումը դա հիվանդություն է եւ ճարպակալման բուժման պետք է զբաղվի անպայման բժիշկը։ Մարդիկ հիմնականում ուշացած են դիմում բժշկի, թե ժամանակին։ Հիմնականում լինում է ուշացած։ Ժամանակին դիմելու դեպքում ավելի հեշտ է կարգավորել այդ վիճակը, քանի որ երկարատև բուժում է պահանջում, մոտ 3-ից 6 ամիս հարկավոր է։ Վիճակը կարգավորում եք, բայց կրկնություն լինում է, թե հավերժ կարգավորվում է այդ խնդիրը։ Դա արդեն ինդիվիդուալ է, կախված ինչ կողմնակի հիվանդություններ կան, առաջացել են արդյոք բարդություններ, սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, որովհետև նույն սկզբնական շրջանում ինսուլինառեզիստենտականություն է լինում, գոնե այդ փուլում դիմելու դեպքում մենք կանխում ենք շաքարային դիաբետը։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ։ Մենք զրուցում էինք գաստրոենտերոլոգ, դիետոլոգ Լիարթաբան Ինեսա Խաչատրյանի հետ։